Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Մոնկ 3-ը կազմակերպեց մրցանակաբաշխություն։ Եթե քեզ պետք է մրցանակ տան եւ դու պետք է մասնակցես ու ստիպես մարդիկ քվեարկեն քեզ, որ դու հաղթես, դա ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Արի սկսենք ամենասկզբից։ Մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրքի շնորհանդես այցենք համալիրում, որտեղ չկար ուրիշ տեղ։ Մենք սովորել ենք սպառել ավելի արագ կոնտենտ, ավելի կարճ։ Երբ որ մարդը սկսում է ավելի կարճ վիդեոները ավելի շատ սպառել, շատ դեպքերում խոսում է այդ մարդու ինտելեկտուալ անկման մասին։ Արդյոք ֆինանսական կոմպոնենտը չկար արդեն այնպիսի գրքեր գրելու, որոնք շատ կվաճառվեին։ Արտիստներից մեկը Բաբկեն Չոբանյանն է։ Եթե ինքը գիրք գրի, ես անպայման կգնեմ այդ գիրքը, բայց եթե այդ գիրքը չհավանեմ ու ինքը մի հատ էլ գիրք գրի, ես մեկը կշարունակեմ իրան ասել, բայց էլ չեմ գնի այդ գիրքը։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Մայիսի 7-ին ես չկամ։ Ես այդ օրը եթե նկարահանում կամ ինչ-որ բան լինի, ես այդ օրը պրոբլեմ ունեմ, չեմ կարող գամ։ Ավելի շուտ պրոբլեմ չունեմ, այդ օրը պրեմիերա ունեմ, չեմ կարող գամ։ Գիտես ինչի պրեմիերան է։ Գուշակում եմ։ Ասա։ Չէ, համ ներկայացրում էր այսօրվա հյուրին եւ միանգամից ասա թե ինչի պրեմիերան է լինելու։ Ասեմ, ուրեմն մայիսի 7-ին թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ֆիլմի պրեմիերան է լինելու, որին նաեւ ես եմ մասնակցել, իսկ մեր հյուրը անմիջական կապ ունի այս իրադարձության հետ, որովհետև մեր հյուրն է ժամանակակից գրող եւ վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը։ Ողջույն Ռուբ։ Ողջույն, բարև ձեզ։ Ոնց ես։ Բարև ձեզ։ Նորմալ դուք։ Մենք հրաշալի, որովհետև դու եկել ես մեզ հյուր ու մենք այսօր շատ հետաքրքիր թեմայի մասին ենք զրուցելու։ Տես, ես մի անգամ ասել եմ, երբ որ մենք Ռուբենի հետ առիթ ունեցանք ծանոթանալու, ես Ռուբենին հիշում եմ, երբ ես շատ փոքր էի։ Մոտավորապես 6-րդ դասարան կամ 5-րդ դասարանը, երբ որ բացահայտումներն էին նայում ու բացահայտումների միջոցով ստանում էի գնահատականներ դպրոցում, անկեղծ եմ ասում, ես սկրին էի անում, դրանք տանում էի եւ անգլերեն դասին Մոնալիզայի մասին կամ խորհրդավոր ընթրիքի մասին բաներ էի սարքում ու գնահատականներ էի ստանում։ Ապրի Ռուբենը։ Եվ այդ ժամանակվանից արի սկսենք ամենասկզբից դու որ թվականին սկսեցիր զբաղվել վիդեոբլոգերությամբ։ 11 թվից 2011 թվից, այսինքն մոտավորապես արդեն 10, եկեք ասենք 16 տարի, 15 տարի արդեն համարը, 15 տարի է դու զբաղվում ես այս ամեն ինչով ու ոլորտում ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն ես, եթե չասենք, որ ամենակարկառուն ներկայացուցիչն Հայրերից մեկը։ Հայրերից մեկը Ռուբենը։ Ոնց որոշեցիր սկսես այս ամեն ինչը։ Որոշում չի եղել, դե փոքր երեխա էի, 14 տարեկան, 13 հոբի պես բզբզում էի, բայց անկախ իզնից ստացվեց, շատ տարածում ունեցավ վիդեոները, շատ սիրվեց, անկախ իզնից է ստացվել։ Մինչև այնքան հələ ժամանակ բլոգեր բառն էլ չկար, վիդեոբլոգեր, ինֆլուենսեր այդ բառերը չկային։ Վիդեո գցում։ Հա, վիդեոներ գցող են։ Հա, չէ, վիդեո գցող, բացահայտումներ անող են։ Բացահայտումներ։ Հետո եկավ ինչ որ պահ արդեն ավելի հայտնի ոլորտ դարձավ դա, ավելի պահանջված, շատերը մտան այդ ոլորտ։ Դու դարձել մոտիվացիա շատ մարդկանց համար, որ սկսվի YouTube իրականությունը եւ YouTube-ում փաստորեն հայ շատ օգտատերեր սկսեցին ոչ միայն վիդեոներ նայել տարբեր, այլ նաեւ արդեն իրենք ստեղծել կոնտենտ։ Անժխտելի եւ անհերքելի փաստ է սա։ Ոնց ես պատկերացնում ու ոնց ես գնահատում են փոփոխությունները, որոնք որ տեղի են ունեցել այս 15 տարվա ընթացքում հայկական YouTube-ի պատմության մեջ։ Դե որպես այդպեսին մեծ փոփոխություններ չկան կամ միայն ակտիվացում, այսինքն հատկապես հեղափոխությունից հետո, երբ որ ինտերնետը դարձավ ավելի մասսայական, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի մասսայական դարձավ, որովհետև դե բոլորս գիտենք ինչի, քանի որ հիմնականում ինտերնետով էին սպառում այդ գործընթացների մասին ինֆորմացիան մարդիկ ու ոնց որ իրենք քանի որ սկսեցին այդ գadgetներին մոտ լինել, դա մի քանի անգամ մեծացրեց քանակը ու այդ մասով է YouTube-ը աճել, բայց մնացած մասերով, հատկապես տեխնիկական մասով, մոնետիզացիա եւ այլն դեռևս մենք չունենք, տարածաշրջանում միակն ենք, որ չունենք։ Իսկապես տարածաշրջանում միայն մենք ենք, Վրաստան եւ ԱՊՀ այլ երկրներ ունեն։ Այո, բոլորը։ Բացի Իրանից, Իրանը ուղղակի չի սպառում, չունի փակա իրանց մոտ։ Լավ, իսկ ինչն է պատճառը, որ YouTube-ը մեզ չի տալիս այդ հնարավորությունը մոնետիզացնելու։ Փոքր է շուկան։ Հա, շատ փոքր է, Իրան հետաքրքիր չի, որ ինքը նախաձեռնի, ավելի այս դեպքում ու մեր նման երկրների դեպքում մենք պետք է նախաձեռնենք,
երբեմն պետական համակարգերից հնչում են մեսիջներ, որ զբաղվում են, բայց դեռևս արդյունք չկա, սպասում ենք, չգիտեմ, ամեն դեպքում շատ լավ կլինի, դա նշանակում է, որ օրինակ եթե դուք գնաք Վրաստանից YouTube-ով վիդեո նայեք, մի անդադ ռեկլամներ է բերում։ Դա իհարկե հոգնեցնող է, բայց դա ստիպում է, որ այդ վիդեոն ստեղծող մարդը էլի ստեղծի, որտեղ դա իրեն գումար է բերում։ Այսինքն YouTube-ը մի հատ մեծ աշխատանքի շուկա է, կարա մեծ աշխատատեղեր ստեղծի ինֆլուենսերների համար։ Թե չէ YouTube-յան վիդեո նկարելը դա ռիլը չի, ռիլը շատ հեշտ է նկարել, իսկ YouTube-յան վիդեոն, որպեսզի կարողանաս դու մարդուն երկար պահել, պետք է շատ մեծ ռեսուրս տնես, իսկ այդ ռեսուրսը հենց անմիջականորեն կապված է ֆինանսի հետ, իսկ այդ ֆինանսը երբ որ չկա, դու չես կարող էլ հազիվ ամսական ես օրինակ ինքս մի հատ եմ հասցնում վիդեո անել, բայց եթե ինքը բերեր այն ֆինանսը, որը ես կուզեի ունել, պատկերացնել ունելը մինիմալ ֆինանսը, ես շաբաթը մեկ միանշանակ վիդեո կանեի։ Կարող ենք ասել, որ հենց այդ է պատճառը նաև, որ դու գնացիր դեպի Instagram, բայց դրանից բացի ինչ խնդիր կա էլ, որ Instagram-ում ու TikTok-ում ավելի ակտիվ են։ Դրանցից մեկը ես կարող եմ ասել, որ մենք սովորել ենք սպառել ավելի արագ կոնտենտ, ավելի կարճ։ Կարծում եմ այդ էլ է պատճառներից մեկը։ Այդ էլ է պատճառներից մեկը, բնականաբար, ու ես ու այաց վիդեոները երբ որ հայտնվեցին, բայց նաև տարբերություններ կան շատ ու այստեղ երբ որ մարդը սկսում ավելի կարճ վիդեոները ավելի շատ սպառել, դա մի քիչ շատ դեպքերում խոսում է այդ մարդու ինտելեկտուալ անկման մասին, այսինքն ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցողները չեն ձանձրանում երկար վիդեո նայելուց։ Իսկ ես ոչ թե ասում եմ ինտելեկտ չունեցող, այլ ինտելեկտի անկման, ինչը շատ է հանգեցրել հենց այդ կարճ վիդեոները, որոնք ասես դոֆամինի պես sense ինչ-որ կախվածություն են առաջացնում ու դու անդադ նայում ես, փոխարենը կարայր մի հատ երկար վիդեո նայել, ասենք ոչինչ չի տալիս, երկար վիդեո նայել լիքը բան կարար տար։ Այս ամեն ինչն է, մեկ էլ իհարկե գովազդատուները, որ Հայաստանում ցանկացած ինֆլուենսերը, երբ որ ասում են ինչ արժի ձեր մոտ գովազդը, իրենք չեն էլ բացատրում որտեղ։ Միանք նկատի ունեն Instagram-ում միանգամից բոլորը Instagram-ի մասին են։ Դրա համար բոլորը միանգամից գնացին այդտեղ ու այդ հարթակը դարձավ առաջին հարթակը Հայաստանում։ Ուրեմն մի քանի օր առաջ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ես TikTok-ով դու ինչ կոնտենտ որ սպառում ես, դա էլ բերում է քեզ, ես որոշեցի փոխել իմ կոնտենտը եւ հիմա ինձ բավականին լավ վիդեոներ է բերում։ Մինչեւ այդ վատ բաներ էր բերում։ Մինչեւ այդ այլանդակություններ էր բերում եւ դա իրոք այլանդակություն էր։ Ու բերեց շատ հետաքրքիր նյութ օփիումի պատերազմի մասին, որը որ ժամանակին տեղի ունեցել ու հետաքրքիր էր դրա մասին նյութ նայելը։ Ու անկախ ինձնից ես պահիտակ այդ վիդեոն թեքեցի։ Անցա հաջորդ վիդեոին։ Ու պայտակ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ հələ մի րոպե ես էս նայում եի ախր։ Այնքան է այս ժեստը մեր կյանք մտել, որ մենք անգամ ձայնայինները լսում ենք 2 հնարավորություն լիներ 4x-ով կլսենք, 2x-ն է դեռ մաքսիմումը, բայց այս ամեն ինչի մեջ ռոբ այս սրա մեջ, այս արագության մեջ դժվար չի լավ կոնտենտ ստեղծելը, որովհետև փաստացի քո կոնտենտը տարբերվում է մնացածների կոնտենտներից, համենայն դեպս դու այս շուկայում այն եզակիներից մեկն ես, ով որ տալիս է լավ բան, տալիս է ինֆորմացիոն բան, տալիս է հետաքրքիր բան, դժվար չի պահել նաև փողի աղբյուրը սրանով։ Դժվար է եւ ես անկեղծորեն շատ ավելի քիչ գումար եմ աշխատում գովազդներից, քան շատ ինֆլուենսերներ, որոնց դուք ճանաչում եք, որովհետեւ ես ինչքան էլ հումոր անեմ, ինչքան էլ բան, չգիտեմ, ինչ որ արձանի հետ խոսեմ կամ տենց ինչ որ բաներ անեմ, ես այդ ամեն ինչի մեջ պարտադիր կոմպոնենտ եմ դնում, որ մարդը նույնիսկ եթե գովազդ դա տեղից պետք է ինչ որ բան ստանա։ Դուք չեք գտնի որևէ ռիլ օրինակ իմ արձանների խոսելու հետ շարքում, որտեղ չկա գոնե մի հատ սովորացնող բան, չեք գտնի հաստատ։ Ու այս ամեն ինչը շատ ավելի բարդացնում է եւ նաեւ այս տիպի վիդեոները շատ ավելի քիչ դիտում են ունենում, քան օրինակ մի հատ վիդեո է, որտեղ բոլորը ուղարկում, ասում են մամ նայ լրիվ դու ես, այսինքն այս կերպարային վիդեոները։ Ու ստեղ էլի գովազդատուները շատ ճնշող մեծամասնության դեպքերում իրենք նայում են դիտումներին։ Այսինքն չեն նայում, թե ավելի շատ ովքեր են նայում այդ վիդեոները, այլ նայում են, որ շատ դիտում լինի։ Ու այստեղից այո, այդ ամեն ինչը տուժում է, բայց դա չի ստիպում ինձ կորցնել իմ արժեքները կամ այն գաղափարախոսությունը, որը ես որդեգրել եմ, որ պետքա տարբերվող լինի, մի գովազդը մյուսին պետքա նման չլինի, որպեսզի մարդը անընդհատ նորություն տեսնի, կրեատիվ
սպարի, այսպես ասած, դժվար է, բայց դեռ պահում ենք։ Դեռ պահում ենք, հա։ Լավ, Ռուբեն ջան, եկեք հասկանանք, արդյոք ֆինանսական կոմպոնենտը չկար արդեն այնպիսի գրքեր գրելու, որոնք շատ կվաճառվեին եւ հատկապես բլոգի միջոցով կվաճառվեին, որովհետեւ ձեզ արդեն ճանաչում էին այդ բացահայտումներով, չգիտեմ, այդ ալտերնատիվով ու արդյոք գիրքը գրվեց զուտ, որովհետեւ դուք ուզում էիք գիրք գրել, թե որովհետեւ վստահ էիք, որ կվաճառվի։ Շատ հետաքրքիր է այս հարցը, որ միշտ ինձ տալիս են, որովհետև նախ ես իսկապես ուզել եմ գիրք գրել, որովհետև երբ որ Ագաթա Քրիստին բացահայտեցի ու սիրահարվեցի այդ կնոջը, չնայած տարիքով ինձնից շատ մեծ, բայց շատ տպավորվելով Բայց Ալան Պո կարդացեք վստահաբար, Ալան Պոից հետո Ագաթա Քրիստին սիրահարվել հնարավոր է։ Ես Ագաթա Քրիստին ուղղակի ճանաչել եմ մինչև այդ Ալան Պոյին ճանաչել։ Առաջին սերը էլի եղել, առաջին սերը չի մոռացվում։ Ինձ մոտ սխալ է գնացել, ես Ալան Պոից եմ սկսել ու դրանից հետո մի տեսակ ամեն ինչ վերջացել է այդ գրականության մեջ։ Ալան Պոն մի քիչ ավելի բարդ գրականություն է, քան Ագաթա Քրիստին, ինչպես նաև Սթիվեն Քինգը, ու դրա համար է որ օրինակ նաև Ագաթան ունի շատ ավելի մեծ ֆան բազա, պահանջարկ, քան Էդգար Ալան Պոն եւ Սթիվեն Քինգը, չնայած որ Սթիվեն Քինգը աշխարհում ամենավաճառվող գրողն է այս պահին։ Իհարկե ունեի, բայց ես երբ որ գրում էի այս ժանրի գիրք, ընդհակառակ ես որ ոչ թե վստահ էի որ կաշխատի, ընդհակառակ ես մտավախություն էի, քանի որ Հայաստանում միստիկա ժանրը կապվում է մի շարք չգիտեմ բաների հետ գաղտնի սնահավատություններից այդ բառը լավն է սնահավատությունների հետ եւ երբ որ Facebook-ում ես գրում եմ որ միստիկ սարսափ ժանրի ինչ որ գիրք եմ գրում շատ հայ մեծ սերնդի մարդիկ հատկապես կանայք կոմենտներում գրում էին որ չի կարելի բան սատանիստական բաներ առանց այդ էլ մեր ազգը սարսափի մեջ հա ինչ եք դες լավ բաներ գրեք մի հատ մասի բաներն ասում որ լավ բան գրեք կարդանք բայց լավ բան իրանք երբեք չեն կարդում մենակ ասում են մի խոսքով այդ մտավախությունը կար բայց բլոգեր լինելը բնականաբար միշտ օգնում է դա շատ ուժեղ որ գործիքա որ դու քո ստեղծած ծառայությունը պրոդուկտը բանը ամեն ինչը խոսքը արագ հասցնես լսարանին այս դեպքում բայց մի հատ բան կա ես միշտ sense օրինակ եմ բերում ասում եմ որ օրինակ իմ ամենասիրելի արտիստներից մեկը Բաբկեն Չոբանյանն է մեր հայազգի ասում եմ եթե Բաբկեն Չոբանյանի շատ եմ սիրում անսահման եթե ինքը գիրք գրի ես անպայման կգնեմ այդ գիրքը բայց ու կշարունակեմ իրան սիրել։ Հետո եթե բայց եթե այդ գիրքը չհավանեմ ու ինքը մի հատ էլ գիրք գրի, ես մեկը կշարունակեմ իրան սիրել, բայց էլ չեմ գնի այդ գիրքը։ Դա այդպես է, որովհետև հատկապես ֆինանս ծախսելը ինչ որ բանի վրա, որը քեզ ոչինչ չի տալիս, եթե չի տալիս, բայց վստահ եմ էլի որ Բաբկենը մի 10 հատ գիրք գրի, բոլորն էլ լավը կլինեն։ Ամեն դեպքում սա ինչի համար եմ ասում, երբ որ իմ առաջին գիրքը դուրս եկավ եւ իմ գովազդի իմ լսարանի միջոցով ես կարողացա անել այդ պահին Հայաստանի ամենամեծ շնորհանդեսը, որին եկավ 1000 հոգի մոտավորապես։ Ես ասացի, օքեյ, դե հա, իմ լսանի շնորհիվ արեցի ես այսքան մարդկանցով շնորհանդես։ Հետո եկավ հաջորդ տարի երկրորդ գրքի շնորհանդեսը եւ մենք զանգակետ քննարկում էինք թե որտեղ անենք շնորհանդեսը, մտածինք Մոսկվա կինոթատրոնում, գնացինք խոսեցինք Մոսկվա կինոթատրոնի հետ ու ասացինք ինչքան մարդ կտեղավորվի ձեզ մոտ, ասացին դե տես լավ իրար սխմված որ նստեն կանգնեն կլինի 1000-ից 1500, ասինք հա դե անցածին եկել է 1000, այս մեկին 1500, օքեյ, շատ լավ է, կգա ու եկավ մոտապես 5000 մարդ ու 4000-ը մնացին դրսում։ Ու շատ մեծ բողոքի ալիք եկավ, թե այս ինչ եկա, այս ոնց է կազմակերպել, այլն, բայց մենք չէինք սպասում, որ նախ նման աճ կլինի։ Այդ ինչ էր այդպես, որովհետև 1 տարվա ընթացքում գիրքը առել էին, իրար տվել էին, կարդացել էին եւ այնքան էին սիրել գիրքը, որ այդ բազան մեծացել էր, որովհետև դժվար էլի, ես 1 տարում նենց սիրվեի, որ 1000 իմ առաջացրած այդ սերը, որ 14 տարի աշխատել էի, այդ սերը այդքան մեծանար, 4 անգամ, 5 անգամ մեծացներ այդ լսանը, բնականաբար դա արդեն գիրքն էր լավը սիրվել։ Սարաֆանային ռադիո ասված է, այո, ասա տեղափոխել է մարդկանց։ Այո, ու այդպես մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրքի շնորհանդես այցինք Համալիրում, որտեղ չկար ուրիշ տեղ այդ դահլիճի մեծության ու տենց շատ տպավորիչ բաներ, որովհետև Հայաստանում դեռևս չի եղել, որ գրքով լցնեն Համալիրը, տեն համերգով է դժվար լցնել, մենք գրքով արեցինք ու դա շատ տպավորիչ տենց ստատուսային մի հատ արդյունք էր։ Սա արդեն խոսում է, որ գիրքը սիրվել է եւ գրքերը սիրվել են եւ ամեն անգամ հաջորդ շնորհանդեսը միշտ նախորդից ավելի ակտիվ է լինում։ Այդպես սա այսքանը պատմում եմ նրա մասին, որ բլոգը եթե դու ցանկացած product ստեղծում ես, դա կարա օգնի միայն այդ product-ը առաջին սպառման հասնելու։ Եթե դա լավը չեղավ, հաստատ չի աշխատելու, ով ուզում է լինի։
Հիմա շատ-շատերի մոտ սերը արդեն առաջացել է նաև քո շնորհիվ, քո միջոցով, որ գիրք են կարդում շատ երեխեք։ Կարդում են թեկուզ սարսափ գրականություն, թեկուզ միստիկ ժանրի գրականություն, էական չի, էականը այստեղ ավելի ասեմ, այստեղ խնդիրը նույնիսկ Ռուբենը չի, խնդիրը այն է, որ այդ երեխեքը կարդում են։ Այսինքն մի բան, որը որ շատ երկար ժամանակ հեռացել էին բոլորը այս անտերության պատճառով։ Ու հիմա հետ ենք եկել նորից նրան։ Ոնց ես պահում ճիշտ պահում ձեռքդ զարկերակի վրա։ Ինչ քայլ ես նախատեսում հաջորդը։ Դե հաջորդը գրքի ֆիլմն է, որի մասին սկզբից նշեցիր ու նաև քեզ էլ մերսի շատ նվիրված աշխատելու համար։ Լավ դերասան է։ Հա, շատ։ Այդ էր ուզում։ Ինձ դուր է եկել իր խաղը շատ։ Մերսի։ Ֆիլմը ըստիս շատ կօգնի էլի ընթերցանությանը, որովհետև այս գրքի ֆիլմը, որը նկարել ենք, ունի նաև երկրորդ մաս եւ բնականաբար այս ֆիլմը եթե շատ սիրվի, մարդիկ ուզելու են իմանալ ինչ է լինում հետո եւ դա իրանց մղելու է գնալ գիրքը կարդալ։ Կամ ընդհանրապես, եթե մարդիկ լսել են գրքի մասին, շատ են ինձ գրում, որ գիտեմ, որ ֆիլմը լինելու է, չեմ կարդում, որ նայեմ, ասում եմ դե բնականաբար երբ որ կարդում ես նորից նայ ֆիլմը, էմոցիաները շատ ավելի ուժեղ են, բայց ամեն դեպքում մարդիկ կան, որ սպասում են ֆիլմին ու երբ որ մարդը գա տեսնի, որ սենց սյուժեով գիրք էլ կարա լինի, օքեյ, հələ գնամ տեսնեմ էլ ինչ սենց սյուժեով գրքեր կան։ Կամ Ագաթա Քրիստի ես լիքը մարդկանց խորհուրդ եմ տվել, որտեվ ինձ հարցնում ասում են Ռուբեն ջան, քո գրքերի նման ինչ գրքեր կխորհուրդ կտաս։ Ագաթա եմ խորհուրդ տվել, Էդգար Ալան Պո եմ խորհուրդ տվել, Ալեքս Մայքլիդիս եմ խորհուրդ տվել, որպեսզի չէ, հենց այս ամենի արդյունքում էլ մարդիկ ոնց որ կարդում են մի գիրք, ուզում են էլի դրա նման գիրքատան շղթայաձև գնում է։ Սրան նաև կնպաստի ֆիլմը, հետո դե բնականաբար ես նոր գրքի եմ պատրաստվում, այսպես ժանրը չենք փոխում, մնում ենք սարսափի ժանրում։ Սարսափ չի, սարսափ ավելի շատ գրում է Սթիվեն Քինգը, ասենց եթե մաքուր սարսափ ասենք։ Միստիկ թրիլեր, դա շատ տարբերվում է սարսափից։ Սարսափը հիմնականում իր մեջ պարունակում է տարբեր անոմալիաներ, միտում կոնկրետ վախեցնելու, այո, իսկ այս դեպքում շատ ավելի օրինակ միստիկ գրականությունը իր հիմնական նպատակը բազմաթիվ հարցեր առաջացնելն է, որ դու խճճվես, դու չհասկանաս ինչ է կատարվում։ Իրականում հենց այդպես էլ կա, ես ամբողջ ֆիլմի նկարահանումների ընթացքում ես էլ կարդացել եմ գիրքը, հետո դե ոչ թե ֆիլմն եմ նայելու, ես հենց նկարվել եմ ֆիլմում, երբ որ քո աչքի առաջ է կենթանանում կերպարը, դա լրիվ ուրիշ հաճույք է ու փաստացի մենք վստահ եմ, որ շատ հաջող ընթացք ունենանք սա ֆիլմի մասին։ Հիմա ուզում եմ անդրադառնանք մի քննարկված թեմայի, որը բոլորովին վերջերս եղավ։ Ստացվեց ինչ, որ Monk 3-ը կազմակերպեց մրցանակաբաշխություն ու շատ էր քննարկվում են փաստը, որ պիտի Ռուբենը դառնար տարվա լավագույն բլոգեր, արժանացավ Արուսիկ Տիգրանյան ու անգամ Հայկը Մկրտչյան իր էջում գրեց, որ արժանի է Ռուբենը Եսայան ու Արուսիկը իր ելույթում ասաց։ Արուսիկ Տիգրանյանը երբ որ մտնում էր ներս, ինքը զարմացած էր ու առաջին հարցը ոնց Ռուբենին եմ հաղթել։ Ինքը զարմացած էր, իսկ դու ինչ էիր զգում Ռուբեն ջան։ Դու ինչ զգացողություններ ունեցար։ Իվերջո սա առաջինն ու առաջին մեծ գնահատականներ բլոգերներին ու յութուբերներին։ Ես ի սկզբանե չեմ ուզել մասնակցել այս մրցանակաբաշխությանը բացարձակապես։ Ինչու՞։ Ինչուներից շատ չեմ ուզում խոսել, բայց մրցանակաբաշխություններին, եթե քեզ պետքա մրցանակ տան եւ դու պետքա մասնակցես ու ստիպես մարդիկ քվեարկեն քեզ, որ դու հաղթես, դա ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Մրցանակաբաշխությունը միշտ տրվում է որոշակի ձևավորված ժյուրիի արդյունքում, որոշակի ձևավորված կոմիտեի արդյունքում, կոմիտեն է որոշում, չգիտեմ, ոնց օրինակ Օսկարն է, պատկերացեք Օսկարը քվեարկությամբ լիներ, դա մի քիչ անհասկանալի։ Բլոգերների գիլդիան։ Առաջին պատճառներից մեկը սա էր, երկրորդ պատճառներից եւ երրորդ, չորրորդ արդեն մնացածը, որ այ տենց ես պետքա չգիտեմ, մասնակցեի, ասեի ինձ քվեարկեք եւ այլն, ես կոնկրետ մրցանակաբաշխության, հա, եթե ես օրինակ Եվրատեսիլ գնայի, ես չէի զլանա ասել քվեարկեք, բայց այս դեպքում անհասկանալի էր, բայց ամեն դեպքում տվյալ ընկերությունը, որը անցկացրեց մրցանակաբաշխությունը, իրենք ինձ զանգեցին, ասացին, որ Ռուբեն ջան, ձեր ալի քաղաքունքներից դեռ մեզ YouTube-ում է, եկեք դուք մասնակցեք, այսպես ասացի, օքեյ, լավ, ամեն դեպքում
կմասնակցեմ ու ես նաև այնտեղ իրենց ասեցի, որ հնարավոր է երկրում չլինեմ կամ Երևանում չլինեմ, գործեր ունեի, դրանից կախված էլ պետքա որոշում կայացնեի մասնակցել թե չէ, բայց ի վերջո տենց իրենց զանգից հետո ամեն դեպքում գրանցվեցի, մասնակցեցի ու այդպես եկավ օրը, իրականում շատ մեծ արդյունքներ եմ գրանցել ես իմ անալիտիկայով ըստ քվեարկության արդյունքների, այսինքն թե քանի հոգի է սեղմել լինկի վրա, քանի հոգի է ինձ գրել եւ քանի նամակներ են ինձ ուղարկվել, որ չի ստացվում ինձ քվեարկել, ես բազմաթիվ սկրինշոթներ ունեմ, ես իրենց հետ եմ կապի մեջ եղել, բազմիցս ասել եմ ժողովուրդ ջան, այս մարդիկ տեսեք չեն կարողանում քվեարկել, իրենք որևէ հստակ լուծում չէին առաջարկում, ասում էին ամեն ինչ նորմալ է, այդտեղից ես արդեն տենց ինչ որ երբ որ 100-ից ավել է արդեն հասնում նամակները, որ չեն կարողանում քվեարկել, արդեն այդ ողջերվածությունը, որ կարար առաջանար, ընդհանրապես չառաջացավ ինձ մոտ եւ ես ուղղակի ընկերոջս հետ Հովոյի, Սեյնթովի հետ գնացի այդ միջոցառմանը մասնակցելու առանձնապես մեծ սպասելիքներ չունենալով, այսպես Միտում եք տեսնում, բացի միտումը ու արձագանքը մնացած բլոգերների, որովհետեւ վերջո շատ մարդ գրեց նրա մասին, որ դու ես արժանի, ինչքանով քեզ վիրավորեց, չվիրավորեց, նեղացվածություն կամ նման բան։ Ոչ մի ձև, ես հաջողություն եմ աղթում բոլորին եւ շատ ուրախացա իմ ընկերոջ համար Հովոյի, ով դարձավ լավագույն խաղային ալիք կարծեմ, տենց թե սպորտային ալիք, ես նույնիսկ ված չզգացի, որ նաև Արուսը հաղթեց, որովհետև չեմ բացառում, իհարկե ինձ համար ամենազարմանալին լավագույն YouTube-յան ալիք անվանակարգն էր եւ դրա արդյունքները։ Ով էր ճանաչվել լավագույն YouTube-յան ալիք։ Հերմինե Ստեփանյան, հասկանում եթե չեմ սխալվում, Ստեփանյան։ Հա, այո։ Ինքը, բայց ամեն դեպքում շատ ոչ ուզում եմ Հերմինեի դեմ ինչ-որ բան ասել, բացարձակ չունեմ որևէ դեմ իրեն բան, ընդհանրապես ոչ ուզում եմ նեղացած թվալ մարդկանցից, ոչ ուզում եմ ռուսերեն շատ լավ բառ կա աբիժնիկ անկալվել, ամեն դեպքում հասկացա, որ պետք չէր ուղղակի մասնակցել, բայց մասնակցեցի։ Էլի կանես։ Նորից եմ ասում, այն մրցանակաբաշխությունները, եթե մրցանակաբաշխությունա, որտեղ ես պետք է մարդկանց ասեմ քվեարկեք ինձ համար, որ ես մրցանակ ստանամ, սա նորմալ չի ինձ համար եւ բնականաբար այլևս չեմ գնա նման քայլերի։ Լավ, իսկ որն է այն տեղը, որտեղ որ դու գնում ես քո գործնեությամբ։ Եթե հայկական լոկալ, բանի մասն ենք խոսում, լոկալ ինդուստրիայի գրքերն են ավելի մեծացնել, ավելի օգնել, որ ընթերցողները այս մարդիկ սիրեն ընթերցել եւ ավելի նպաստել, որ ընթերցասերների քանակը ավելանա, իսկ դրանք շատ են ավելացել, դուք չեք պատկերացնի, անկեղծ եմ ասում, քանի տպականակ է վաճառվել։ Դա մի քիչ կոնֆիդենցիալ է, չեմ կարող ասել, բայց ամեն դպրոցում մի հատ գիրք է լինում, որը չեն կարողանում գրադանում ունենալ, պահել, այսինքն անդադ վերցնում են ու մյուսը պետքա հերթ պահի, որ հասնի իր հերթը։ Ես հենց 384-րդ դպրոցում էի, որտեղ ինձ տնօրենը հենց դրա մասին էր պատմում, որ իմ գրքերից ունեն ամեն մեկից մեկ օրինակ ու չի մնում գրադարանում, անդադ տենց հերթ են գան ծանոթներով, ծանոթն ասում է դու որ հանձնես, ինձ ասա, որ ես գնամ վերցնեմ։ Այս ամեն ինչը ու նաև հա շատ հետաքրքիր դեպքեր է լինում, ասենք այնպիսի մարդիկ են գրքեր կարդում, որոնց ես չեմ սպասի կամ միգուցե այդպիսի կարծրատիպ է ձևավորվել, որ այդ մարդիկ չեն կարդա, բայց իմ գրքերը կարդում են։ Օրինակ շաուրմանոցի դիմացից տաքսի էի կանչում, այդ շաուրմա կտրտող տղան ասենց դանակներով հելավ։ Ես մտածեցի շուտ խփում եմ, բայց դուրս եկա, որ ասեց Ռուբեն ջան, շատ լավներ գիրքդ կարդացել եմ։ Ես զարմացա էլի, որ ասենք չգիտեմ, այս կտրտոցի մեջ ժամանակ ունենա կարդալու կամ ինչ որ աշխատանքներ, որոնք առավոտից իրիկ ունեն, ասենք չգիտեմ, սրճարաններ կան, որ մատուցողները շատ երկար են տեղ աշխատում, ինձ մոտենում, ասում են ես աշխատանքի ընթացքում ձեր գիրքն եմ կարդացել։ Այս ամեն ինչը, երբ որ գումարում ես իրար, նենց մեծ մի հատ մենք վերլուծություն անում ենք, էլի թիմ ունենք, այդպես փոքր վերլուծություններ անում ենք ընթերցասերների շրջանում, այնքան մեծ է այդ թիվը, որ շատ անսպասելի է ու գնալով աճում է։ Այդ որ ասում ես ուր ես ուզում գնալ, այդ թիվը այտենց անընդհատ աճեցնելուն եմ ուզում գնալ եւ նաեւ եթե ֆիլմը հաջողության հասնի, նաև գիրք, ֆիլմ այս ադապտացիաներում մասնագիտանալու եւ շարունակելու։ Ես վստահ եմ, որ կստացվի։ Քո մի հարցել ու քո Instagram-յան ու ընդհանրապես սոցհարթակներում լսարանն ու գիրքդ
գնող ընթերցողները ըստ քեզ նույնն են տարիքային եւ սեռային։ Չէ, հիմնականում նույնն են։ Հա, իսկ որ տարիքային սեգմենտն է հատկապես քեզ մոտ ակտիվ։ Հիմնականում ուսանողներն են, դպրոցական ուսանող, այսպես ամենաակտիվը իրենք են։ Երկրորդ տեղում ըստ բանի YouTube, Instagram-ի եւ YouTube-ի անալիզիկա երկրորդ տեղում 25-ից մինչեւ 34 տարեկան, երրորդ տեղում մինչեւ 15 տարեկան ու արդեն դրանց հետո գալիս է ավելի մեծերը։ Իսկ սեռերը, որովհետեւ մենք էլի քննարկում ենք աղջիկները ավելի շատ են հետաքրքրված նաեւ միստիկ։ Ընդհանրապես աղջիկները աշխարհում էլ ավելի շատ են կարդում, քան տղաները, դա այդպեսի տենց վերլուծություն եւ ցուցանիշ վիճակագրական տվյալներ կան, բայց ամեն դեպքում Հայաստանում նորից եմ ասում, շատ մեծ տենդենս է նկատվում կարդացողների ու նաեւ այդ թվում տղա կարդացողների, հենց ուսուցիչները կամ տնօրենները ինձ զանգում են, գրում են ու ասում են մենք զարմանում ենք մեր դասարանի էս ամենա ծոյլիկ տղան ձեր գիրքն է կարդում, բան, ասում եմ շատ տպավորված եմ, ինչ ասեմ։ Ու վերջում որպես ամփոփում ինչ խորհուրդ կտաս են մարդկանց, ովքեր որ դեռ հապաղում են սկսել ինչ-որ բանից, միշտ ամեն օր մտածում են սկսելու, թեկուզ էս ամեն ինչով զբաղվելու, բայց ստոպ է։ Ոնց անցնել այդ բարիերը։ Ցանկացած բան սկսելու։ Ցանկացած բան բլոգ սկսելու կամ եթե բլոգի մասին է կամ կոնտենտի մասին է, պետք է միշտ հիմա մեծ տենդենս կա երիտասարդների ու դեռահասների մոտ հատկապես հայտնի դառնալու, դա մեծ չգիտեմ որտեղից է եկել դա, բայց միգուցե դա նաև սովետական դաստիարակությունից հետո առաջացած հոգեբանական հետևանք է, որ մարդը ուզում է ուշադրության կենտրոնում լինի, քանի որ այն ժամանակ դաստիարակությունը իրենից ենթադրում էր նաև շատ ճնշել երեխային, շատ սահմանափակել, սա քեզ չի սազում, սա քեզ չի կարելի, սա ամոթ է եւ այլն, այս ամեն ինչը բնականաբար հանգեցնում է տրավմատիկ հետևանքների, որի արդյունքում առաջանում է ուշադրության կենտրոնում լինել, անդադ լավ բաներ լսել եւ այլն եւ այլն։ Միգուցե մեծ հաշվով ամենամեծ հավանական տեսությունը ըստ իս սա է, բայց ես խորհուրդ եմ տալիս, որ ոչ թե ձգտեն մարդիկ հետևորդներ ունենալ, այլ եթե ուզում են իսկապես կոնտենտ ստեղծել, այստեղ մտածել կրեատիվ ինչ-որ բան, որը դեռ արած չի կամ շատ քիչ արված, նոր անել։ Թե չէ բոլորին նայում ես այդ 90% կոնտենտ արտադրողներին, բոլորը միանման բաներ են անում, իսկ այդ ամեն ինչը համ չհիշվող է, համ ֆաստ ֆուդի պես է, այդ նայում անցնում են ու չեն տպավորվում։ Արագ սպառման համար։ Այդպիսի ֆիլմեր էլ կան, ֆաստ ֆուդ ֆիլմեր, դուրսում են էկրան, գումարն աշխատում ու մոռացում անցնում են պատմության գիրկը։ Շատ կարևոր է մտածել օրիգինալ գաղափար։ Քանի դեռ սա չկա, ես գիր գրելուց էլ այդպես, եթե օրիգինալ ինչ-որ գաղափար չեմ մտածել դեռ, չեմ սկսում գրել։ Վստահ լինելով, որ ցանկացած բան գրեմ, իմ այս նախորդ գրքերի արդյունքում դա կվաճառվի։ Բայց ինքդ քո ամբողջ արդար լինելով եւ հետո տարիներ անց դու տեսնում ես դրա պատուղները, երբ որ չգիտեմ, օրինակ ինձ ոնց ասեցի, միշտ մտաբերում են բացահայտումով, բայց այդ տարիների ընթացքում լիքը YouTube-յան հաղորդումներ են եղել, որոնք ուղղակի մոռացվել են։ Ես շատ շնորհակալ եմ քեզ զրույցի համար, շնորհակալ եմ կիսվելու համար։ Մենք շատ սիրով եւ անհամբերությամբ սպասում ենք հայկական հերթական ֆիլմի պրեմիերային, որովհետեւ իսկապես հայկական արտադրանքը են էլ կինո ոլորտում շատ հետաքրքիր է։ Տեսնենք ինչ եք կարողացել դուք ստանալ մեր ավետի եւ մյուս դերասանների հետ։ Այո, իսկ ես քեզ խորհուրդ եմ տալիս, եթե հանկարծ Լոռվա մարզում հանդիպես Սամվել անունով մարդու, ով քեզ առաջարկի մեքենայով հասցնել տեղ, երբեք ոչ մի բaragայում չնստես։ Երբեք զգույշ կլինես։ Սիրելի դիտողներ, դուք եւս զգույշ եղեք, ձեզ լավ պահեք, առողջ եղեք ու լավ մնացեք։ Կհանդիպենք։